Հայաստանի էլեկտրական ցանցեր Փակ բաժնետիրական ընկերությունը Տաշիր գրուպը ձեռք բերեց 2015 թվականին։ Գլխավոր տնօրենի պաշտոնակատարն է պատմում, ասում է վիճակը ծանր էր, վատ, անելիքները շատ, թեև դրա մասին չեն բարձրաձայնել։ Կազմել են ներդրումային ծրագիր, ներգրավել են միջազգային գործընկերների, աշխատել են կառույցը վատ վիճակից դուրս բերելով համապատասխանեցնել զարգացած երկրների միջազգային փորձին։ 2015 թվականից սկսած KPMG կազմակերպությունը ամեն տարի մեզ մոտ անցկացրել է աուդիտ, ուրեմն հարկային ստուգումները 2018-22 թվականներին ընկերությունում ավարտվել են զրոյական ակտով, ներդրումների և գնումների տեխնիկական աուդիտը հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովի կողմից անցկացվել է մրցույթ, որի արդյունքում հաղթել են միջազգային շատ լուրջ հեղինակություն ունեցող GT և BDO Armenia PB-ները։ Այս ամեն ինչի համար եմ նշում, որպեսզի պատկերացնեք, որ այս կազմակերպությունները անցկացրել են և ֆինանսական, և տեխնիկական աուդիտ, և տվել են դրական եզրակացություն։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է կարգավորում հեցի գործունեությունը։ Ղազինյանն ասում է, վերջին տարիներին անգամ ակնարկ չեն արել, որ հեցում այնպիսի վիճակ է, որ օրինակ կարող է լիցենզիայից զրկվելու մասին խոսք լինել։ Թվեր է ներկայացնում հանձնաժողովի 2023 թվականի վերլուծական տեղեկանքից։ Հոսանքազրկումների միջին հաճախականության ցուցանիշը Հայաստանահայությունը ամբողջ տարածքում 22 թվականի համար բարելավել է շուրջ 8.7%-ով, միջին տևողությունը հոսանքազրկումների բարելավել է 22 թվականի համար 18.1%-ով, իսկ հոսանքազրկումների վերականգնման միջին տևողությունը 2022 թվականի համար 12.85%-ով։ Մարմինը, որը պետության կողմից լիազորված է համակարգելու հանրային ծառայությունների ոլորտը, խնդրում եմ սա շատ ուշադիր լինել, որովհետև այդտեղ է մեխը հենց։ Այդ մարմինը երբևիցե որևիցե ձևով չի գնահատել հեցի աշխատանքը այսպես ճակերտների մեջ այնքան վատ, որը կարող է հանգեցնել այսպիսի զարգացումների։ Իշխանության պետականացման ձեռնարկի մասին։ Նախ Ղազինյանի ձևակերպմամբ զարգացող պետության մեջ նման ծավալի ներդրում իրականացնող ընկերությունը պետականացնելու, խլելու գործելավոճը նորմալ չէ։ Հավելում է, որ մինչև այդ իրենց հետ կառավարությունն իր դժգոհությունը ներկայացնելու նույնիսկ փորձ չի արել։ Հեցը պայքարելու է բացառապես իրավական եւ պետական բոլոր հնարավոր ճանապարհներով։ Ներպետական հնարավորությունները սպառելուց հետո արդեն միջազգային ատյաններում։ Չնայած որ մեր դեմ պայքար է տարվում ոչ օրինաչափ, այսպես ասած առանց կանոնների մարտի ձևաչափով, մենք պատրաստվում ենք հաշվի առնելով, որ մեր ընկերության սեփականատերը պետականամետ մարդ է, մենք պատրաստվում ենք բոլոր իրավական ճանապարհներով պայքարել այս գործընթացի դեմ։ Էլեկտրաէներգիայի սակագնի մասին խոսելիս պատասխանատուն շեշտում է, սակագինը վերջին տարիներին զսպել են կորուստների տոկոսների նվազելությունից գեներացված միջոցներով։ Պարզ ասենք, այս տարիներին էլեկտրաէներգիայի սակագնի որևէ թանկացում հեցի ձեռնարկը չէ։ 4.8, եթե չեմ սխալվում, դրամ 16 թվականից սկսված թանկացել է հոսանքի սակագինը, որի մեջ հեցի այսպես ասած մաս որպես կտոր 0 դրամ է։ Այսինքն, ինչքան որ թանկացել է հոսանքը, հեծը այդտեղ որևիցե բաժին չունի։ Խնդիրներ իհարկե կան, շեշտում է Ղազինյանը խոսելով հոսանքազրկումների մասին, այստեղ պարզաբանում է։ Խնդիրը նաև այն, որ մինչև հիմա տարանջատում չի եղել, այսինքն թե ում կողմից է եղել հոսանքազրկումը։ Օրինակ, նախորդ շաբաթ Երևանի 40%-ը աշտարակի մեծ մասը ըստ պատասխանատուի հոսանքազրկված է եղել պետական բեցի կողմից, բայց որևէ հայտարարություն այդ մասին չկա։ Հեցի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը հայտարարեց, որ անհարկի մեղադրանքներից խուսափելու համար հանձնարարել է այսուհետև տարբերակել բոլոր անջատումների պատճառները, ծագում է եւ ներկայացնել պաշտոնական հաղորդագրություններում։ Տիգրան Կուրղինյան, Զորաբ Քարամյան, ժամը լրատվական։